Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Իրավապահներին դրվատելով է Փաշինյանը սկսում կառավարության նիստը։ Բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը։ Բաղրամյան 26-ում Հանրապետության նախագահի հետ է հարցը քննարկել ու որոշել։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Վարչապետը համոզված է, որ արդյունավետ քննություն է տեղի ունենալու, հանրությունն էլ ընթացքի մասին իրազեկվելու է։ Իսկ 1999 թվականին իրավապահ մարմինը կարող էր արդյոք կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Փաշինյանի խոսքով այս հարցի պատասխանը դեռ պետք է ձևակերպվի։ Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի ձևակերպումը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Սրբազան պայքարի առաջնորդի եւ աջակիցների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու բոլոր միջնորդությունները բավարարվել են։ 15 մեղադրյալ կալանավորվել է։ Ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակում խուզարկությունները շարունակվել են։ Ըստ քննչականի, դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ։ Բագրատ Սրբազանը եւ նրա աջակիցները կալանավորվել են 2 ամսով։ Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքի Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Կալանքի որոշումը բողոքարկվելու է։ Բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրին են դարձնում։ Մեկը կասեմ, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, որ այս դատարանը ակնհայտ ապօրինի դատական կազմով էր քննում։ Իսկ հեծը բոլոր գծերն անցել է, ասում է Փաշինյանը։ Պետությունը պետք է շատ արագ վերցնի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը։ Պրոցեսը մի փուլով չի լինի, որ ճանապարհով էլ գնան, պետությունը կապահովի ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Ցանցերն ազգայնացնելու օրենսդրական փոփոխությունը արտահերթով կմտնի խորհրդարան։ Մինչև այդ կառավարության անդամները հիշեցնում են հոսանքազրկումների մասին։ Երեք էկոնոմիկայի նախարարությունում կես ժամի մեկ, ասենք, իմ համար շատ անհասկանալի լույսերը անջատվում էին։ Ի պատասխան հեծը հայտնում է, որ մոտ $700 միլիոն ներդրում է արել, բայց համակարգը շատ մաշված է ու նոր ներդրումների կարիք ունի։ Ինձ էլ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել, որոնք շատ հաճախ առ-ոչինչ են դառնում, այդպիսի անպատասխան, որովհետև երբ որ դու առնում ես մի քանի միլիոն դոլարանոց սարք, հետո գալիս է որը նախատեսված չի որևէ պարագայում նրա համար, որովհետև այդ սարքը որ ճապոնացիներից կամ գերմանացիներից սարքում են, չեն պատկերացնում, որ կարա 5 անգամ հեծը լույսերը անջատի։ Թե ինչպես է տեղի ունենալու ազգայնացման գործընթացը, էկոնոմիկայի նախարարը փակագծեր չի բացում։ Կգնա խորհրդարան, կքննարկեք, իմանաք մանրամասն։ Շնորհակալություն։ Արթուր Հակոբյան, Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։